Օշնյալ է մեր Աստված, ամեն։ Ճիշտ ասած, երկրպագության ժամանակ զգացի, որ պետք է աղոթենք եւ այս մոտեցումը ցույց տանք, եկեք այդպես սկսենք ուղղակի։ Զգա Տերը այսպես ցույց է տալիս, որ երկրպագումը իմ ժողովուրդը, բայց իր հոգսերը պահում է եւ իր հետ տանում է իր տուն։ Մենք մտնում ենք երկրպագության մեջ, բայց չենք կարողանում հանձնել ինչ որ պետք է տանք Աստծուն։ Մենք ուզում ենք վերցնել, բայց տեղ չունենք վերցնելու։ Սա ուզում եմ այս մասին աղոթենք, Սարգիս եղբայր ջան, որովհետև ճիշտ այն բարգանը ուրիշ է, բայց քանի որ զգացի, կխնդրեմ այս մասին աղոթենք, մեր հոգսերը ուղղակի գցենք Աստծո վրա եւ ես ասեմ ինչ զգացողություն ունեի, ուրեմն հոգսեր հասկացությունը դա մեր ընտանիքի տենց ծանր աշխատանքները միայն չեն, կարող դա լինի հիվանդություն, քո անհանգստություններ, դժվարություններ, բայց այսպես է, որ վերցնում ենք նորից մեր հետ տանում ենք։ Եկեք ուղղակի այսպես աղոթենք։ Ամեն մեկը թողի ձեռքը դնի իր կողքի նստած անձի վրա, խնդրում եմ ուղղակի եկեք այսպես աղոթենք եւ թող Սուրբ Հոգին հմահպվի եւ եկեք մենք ուժովանանք եւ գիտակցաբար գցենք մեր հոգսերը եւ ես գիտեմ, որ դու գիտես այդ հոգսի անունը քո, դու գիտակցաբար գցի այդ հոգսը Աստծո վրա կամ բեր նրա ոտքերի տակ, ամեն, եւ դու այսօր պիտի հետ չտանես այդ խնդիրը, ամեն։ Սիրելի Հայր, շնորհակալ եմ քեզանից հենց այս պահի համար։ Գոհանում եմ քեզանից, որ դու քո Սուրբ Հոգովդ միշտ ցույց ես տալիս այն անհրաժեշտությունը, որ կարիք ունի քո եկեղեցին եւ քո ժողովուրդը։ Եվ հիմա իմ արքա, մենք միաբանության մեջ գիտակցաբար այն հոգսերը, որոնք ունեն անուններ, բայց մենք չենք հիմա բարձրաձայնում, իմանալով Տեր, որ դու գիտես մեր հոգսը, մենք մեր ներսից աղաղակելով դա պոկում ենք մեզանից եւ քո անուշ ներկայությանը մեջ բերում եւ դնում ենք Հիսուսի խաչի տակ։ Եվ իրականում դա փոխանցում ենք։ Սիրելի Սուրբ Հոգի, այս հպումը, որ հիմա եկեղեցում կատարվում է եւ մեկը մյուսի վրա դրել է իր ձեռքը, աղոթում եմ, որ կրակի զորությամբ այցելես, շրջես կրակի զորությամբ եւ իրականում օգնես, որ նրանք կարողանան պոկվեն այդ հոգսերից ու խնդիրներից եւ այն ամենից, որ ինչ քեզանից չի եւ իրենց ծանրացնում է եւ ամեն ժամանակ տանում է դժվարությունների մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով թող խափանվի սատանայի ծրագիրը այս ժողովրդի կյանքից, քո ժողովրդի կյանքից եւ ամեն հոգս հիմա թող վերառնվի նրանցից եւ ամեն մեկը թող զգա քո անուշ թեթև քաղցր ներկայությունը, որը վեր է առնում նրանցից ամեն ցավ եւ հիվանդություն։ Ամեն ցավ եւ հիվանդություն եւ այո թող իրենք էլ իրենց շուրթերով վկայեն, որ դա կատարվեց, որովհետեւ Հիսուսը խաչի վրա այդ ամենը կատարեց եւ նա այսօր էլ հարություն առած Քրիստոսը բնակվում է մեր յուրաքանչյուրի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով թող լինի եկեղեցին բժշկված, առողջ, ազատագրված եւ ամեն ժամանակ քո ներկայության մեջ։ Հալելույա, ամեն։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ սիրելին է եւ կարդամ այս համարը, որ նորից հիմա զգում էի, ես 45 գլուխ երկրորդ համար, բոլորիս քաջ ծանոթ, ես ասում պիտի գնամ քո առաջից եւ խորթուբորտ տեղերը պիտի հավասարեցնեմ։ Պղնձի դռները պիտի փշրեն եւ երկաթյա նիգերը պիտի կոնտրատեն։ Ամեն։ Ինքը գնում է քո առջևից։ Եթե մենք հիշենք Ղուկասի մեջ, որ ասում է, որ ինչպես որ Եսայիա մարգարեն էր, Մարգարյանում այնտեղ արդեն կատարվածի պես է խոսում, եղածի պես է խոսում, այսինքն այսօր այս ամենը քանդվեց ինձանից եւ քեզանից, ամեն։ Ես չգիտեմ դու ինչ էիր զգում, թե չէիր զգում, բայց ես մի բան գիտեմ, որ Աստված վեր էր առնում ձեզանից ամեն հոգսեր եւ ամեն խնդիրներ։ Հալելույա նրան ամեն ժամանակ, ամեն։ Ուրեմն ինչի մասին եմ ուզում խոսել։ Ասա մեկ երկուսին, մի հանձնվիր, Աստված դեռ գործ ունի քեզ հետ, գործ ունի։ Մի հանձնվիր,
մի որոշում կայացրու, որ արդեն ամեն բան վերջացել է։ Աստված շարունակում է քեզ հետ գործանել, Աստված դեռ քո միջոցով մեծ գործեր ունի անելու, դու շատ կարևոր անոթ ես իր տան մեջ, ոչ միայն իր տան մեջ, այլ հենց իր մեջ, որտեղ որ դու կաս, դու եւ քո ընտանիքը։ Ամեն։ Եսայա 43:19 համար այսպես ասում. Ահա ես նոր բան եմ անում, հիմա այն պիտի ծագի։ Միթե չեք ճանաչում այն։ Ահա ես նոր բան եմ անում, նոր բան, ինչ է անում Աստված։ Երբ որ աղոթում էի, ես հասկացա, ահա նոր բան եմ անում, վեր եմ առնում քեզանից հոգսերը, մաքրում եմ քո առջևից ամեն խորթուբոր ճանապարհները, ամեն դժվարություն, որ կանգնած է քո առջև եւ խանգարում է քեզ այսօր քայլ անել եւ մոտենալ էլ ավելի այն տեսիլքին, այն նպատակին, որ Աստված քեզ ուղղորդում է գնալու, այսօր Աստված այդ ամենը քեզանից վեր է առնում։ Դու ոչինչ չունես անելու, բացի հաջորդիվ գնայինք, ամեն։ Ալելույա։ Այսօր մենք ապրում ենք իրականում մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ ամեն ինչից հոգնել են, ամեն։ Շատերը հոգնել են ոչ թե աշխատանքից, այլ հոգնել են անորոշությունից, սպասումից, հիասթափություններից եւ չիրականացած ակնկալիքներից։ Շատ հավատացյալներ շարունակում են եկեղեցի գնալ աղոթել, բայց իրենց ներսում հարց է տալիս. Աստված ջան, մինչև երբ։ Ես այսպես զգում եմ, երբ որ տանն էի աղոթում։ Մենք գալիս ենք եկեղեցի, մենք աղոթում ենք, մենք երկրպագում ենք, մենք վայելում ենք, մենք ճաշակում ենք Տիրոջը, տեսնում ենք նրա ներկայությունը, բայց ինչ ենք անում, հետո երբ որ արդեն տանն ենք եւ կա այդ դժվարությունը, որ մենք արդեն երես հանդիպել ենք մեր խնդիրին, մենք ինչ ենք ասում, Աստված ջան, մինչև երբ։ Կարող է մենք բառերով չենք ասում, բայց մեր ներսի զգացողությունը եւ մեր ապրած կյանքի ձևը փաստում է մեր կողքի կանգնած մարդկանց, մեր ընտանիքի անդամներին, որ մենք այս աղաղակն ենք բարձրացնում, մինչև երբ, ամեն։ Իսկ մարդիկ էլ այո, իրենք մեր փոխարեն գալիս են եւ ասում են, մինչև երբ պիտի գնաս եկեղեցի եւ այս հարցը քո կյանքում չլուծվի։ Ես չգիտեմ ինչի են կենտրոնանում եկեղեցու գնալու հետ կապված, բայց գիտեք ինչ հասկացա, որ եկեք մենք բարձր պահենք այն անունը, որին մենք կոչում ենք Հիսուս, ամեն։ Եկեք բարձր պահենք, ինչպես մեզանից գցենք ամեն խնդիրներ, մեզանից գցենք ամեն հոգսեր։ Եվ ինչ անենք, ոչ թե ասենք մինչև երբ, այլ կարողանանք ապրել Հիսուս Քրիստոսի հետ, ինչպես մեկ ընտանիք, ինչպես որ հռչակում ենք, եկեք հենց այդպես էլ ապրենք։ Ես տեսնում եմ մենք ինչքան գեղեցիկ երկրպագում ենք, բոլորս մտել ենք ներկայության մեջ, Աստծո Սուրբ Հոգին թևածում էր եւ հետաքրքիր էր ամեն մեկի հետ խոսք ու զրույց ուներ, բայց մարդիկ անհամբերությամբ սպասում էին, երբ կվերջանա, որ իրենց հոգսերը վերցնեն եւ գնան տուն ու ասեն Աստված իմ մինչև երբ։ Ես չգիտեմ մենք ինչի ենք սպասում, բայց մենք միշտ ասում ենք մինչև երբ։ Ես ասում եմ ձեզ այսօր, որ սա վերջին օրն է, որ այս տրտունջը ներսից երբևից է բարձրանա։ Ամեն, կարող ես սրան ասել ամեն։ Ամեն։ Որովհետև տրտունջը ինչ է անում, դժվարեցնում է մեր կյանքը։ Ուրեմն այսպիսի ժամանակներում, այս իրավիճակների մեջ ամենավտանգավոր վիճակը ոչ թե դժվարությունն է, այլ հուսահատությունը եւ հիասթափությունը։ Երբ մարդը կորցնում է հույսը, նա դադարում է առաջ շարժվելուց։ Եթե չկա քո ներսում տեսիլք, եթե դու չունես հավատք, որ դու հաջորդին ինչ պետք է անես, քո ներսում, այսինքն հույսը մահացել է։ Իսկ դու ինչպես ես ապրում, եթե կա քո կյանքում հուսահատություն եւ հույսը մահացավ, դու ապրում ես այնպես, ինչպես քեզ կթելադրեն, համաձայն ես ինձ հետ։ Դու արդեն չունես ինքնուրույն որևիցե բան, քեզ ոնց ասեն կանեն։ Համաձայն ես, այստեղից հայտարարություն եղավ, որ բոլոր ծառայություններին պարտադիր մասնակցենք։ Մենք այս ինչպես լսեցինք որպես հրահանգ եւ որ պիտի կատարենք, քանի որ չունենք տեսիլք, մեզ ինչ ասում են դա անենք, թե մենք ասեցինք այո եւ ամեն, որովհետեւ գիտենք, որ հենց այդտեղից է, որ պիտի վերցնենք այն, ինչի հետևից մենք գնում ենք։ Շատ կարեւոր է մենք ինչը լսում ենք, ինչպես ենք դա մենք ընդունում մեր կյանքի մեջ։ Բայց Աստծո խոսքը հիշեցնում է, որ Աստված երբեք չի դադարում գործել, նույնիսկ երբ մենք չենք տեսնում նրա գործը, ամեն։ Մենք անկախ ամեն ինչից տեսնում ենք, թե չենք տեսնում, ինչ է կատարվում մեզ հետ, անկախ ամեն ինչից ինչ աղաղակ կա մեր ներսում, մինչև երբ Աստված
այնուամենայնիվ չի դադարում գործել, ամեն ժամանակ իր Սուրբ Հոգով ինքը քեզ հիշեցնում է, ինքը քեզ թափեցնում է, ինքը քեզ ոտքի է կանգնեցնում, առաջ գնա, որովհետև ես քեզ հետ եմ։ Աստված ինչ է անում, գործում է նաև լռության ժամանակ։ Երբ որ դու ունես դժվարություն, երբ որ դու քայլում ես քո խնդիրների մեջ, այնպես չի, որ Աստված քեզ հետ չի։ Հնարավոր է նա ուղղակի լուռ է եւ սպասում է քո հաջորդի քայլին։ Նա սպասում է տեսնելու համար, թե դու ինչ ունես անելու կամ ինչ ունես տալու Աստծուն կամ ինչ նրանից վերցնելու։ Հովսեփի օրինակը մեզ համար շատ վառ է, որ նա տարիներ շարունակ գիտեք, բանտում էր, բանտարկված էր, իրան թվում էր, թե ինքը մենակ էր։ Ինչ էր իր հետ կատարվել, հիշում եք այդ եղբայրները վաճառեցին նրան, ինքը դարձավ ստրուկ եւ ինչ եղավ, բանտ ընկավ, որ ինքը չգիտեր թե իր հետ ինչ կկատարվի։ Տեսեք, Աստված այս ամբողջ ընթացքում իր հետ էր, բայց լուռ էր։ Բայց ինքը ինչ որ դժվարություն էր քաշում ամեն, նա լուռ էր եւ սպասում էր։ Նա սպասում էր իր ժամին, ամեն, թեպետ չգիտեր ապագան, բայց գիտեր, որ Աստված իր հետ է։ Ամեն, որովհետև Ծննդոց 39:21-ում ասում է Տերը Հովսեփի հետ էր։ Նա լուռ էր, բայց Հովսեփի հետ էր, այսինքն չգիտեր Հովսեփը իր այդ բանտարկության տարիները ինչքան է տևելու։ Տեսեք, Աստված լուռ է այսօր, միգուցե շատերիս կյանքում, տեսեք, երբ որ մենք աղոթում ենք եւ ունենք ներկայություն եւ Սուրբ Հոգուց առաջնորդություն, հիմնականում երբ որ ասում ենք Սուրբ Հոգի ինչի համար աղոթենք կամ ինչպես աղոթենք եւ բերում ենք մեր կյանքի համար որոշակի հարցեր եւ Աստված խոսում է, այսինչի համար աղոթի, այսինչ խնդրի համար աղոթի, եկեղեցու համար աղոթի, հովիվի համար աղոթի եւ բերում է այլ հարցեր, ես այս խոսելու մասին չեմ ասում, որ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ։ Այո, Սուրբ Հոգին մենք ունենք հաղորդակցություն, Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ։ Ես ի նկատի ունեմ, նա արդյոք խոսում է քեզ հետ քո հարցերի մասին, քո ապագայի մասին, թե լուռ է Աստված այս պահին։ Սա շատ կարևոր է, որովհետև Աստծո ձայնը լսելը, Սուրբ Հոգու ձայնը լսելը դա դեռ բավարար չի հասկանալու եւ գիտակցելու համար, որ Աստված խոսեց, նշանակում է նա ինձ հետ է։ Ամեն։ Աստված լուռ է քո հարցերի հետ կապված, նշանակում է լուռ է, բայց նա քեզ հետ է եւ ինքը քեզ առաջնորդելու է եւ հետ իր ժամին քեզ պատասխան է տալու։ Ամեն։ Աստված երբեք չէր լքել Հովսեփին, թեպետ նա ունեցել էր այդ մտադրությունները կամ մտածմունքները։ Ու ինչ է կատարվում, եթե իրականում այսօր չես տեսնում Աստծո ձեռքը, դա չի նշանակում, որ նա չի գործում քո կյանքում։ Ես ուզում եմ նորից այստեղ պարզեցնել, որ հաղորդակցություն, ճաշակել Աստծուն, ներկայությունը վայելել, լսել ինչ անել ուրիշի կյանքի համար, ես այս մասին չեմ ասում։ Աստծո Սուրբ Հոգին արդյոք խոսում է քեզ հետ քո մասին եւ քո ապագայի մասին։ Ես գիտեմ, Աստծո խոսքը, Աստվածաշունչը ամբողջությամբ խոսում է մեր ապագայի եւ խոստումներ են, որոնք մեզ համար տրված են։ Մենք կարող ենք կարդալ, հասկանալ եւ իմանալ մեր ապագան, բայց կա մի հատ անհատականություն եւ կա մի հատ հարցերի շարան, որ մենք ունենք բարձրացրած Տիրոջ առջև։ Արդյոք այս մասին Տերը խոսում է քեզ հետ, թե ուղղակի լուռ է։ Եթե լուռ է, ես քեզ ասեմ, Աստված գործում է լռության մեջ։ Դա չի նշանակում, որ նա քեզ լքել է։ Նա հենց իր ժամանակին կհայտնվի եւ քեզ ցույց կտա իր գործերը քո կյանքի մեջ։ Ամեն։ Հաջորդ բանը ուզում եմ ասել, որ մի հոգնիր բարին գործելուց։ Տեսեք, Աստված գործը չի վերջացրել քո կյանքի մեջ, ուրեմն դու էլ պետք է չվերջացնես, ամեն։ Մենք նստած սպասում ենք, օրինակ ես համարը կարդացի, ինձ դուր եկավ։ Ես պիտի գնամ քո առջևից եւ քո տեղերը պիտի հավասարեցնեմ, տղնձի դռները պիտի փշրեմ եւ երկաթի նիգերը պիտի կոտրատեմ։ Սա Աստված խոսում է, որ ինքը սա պետք է անի, բայց մենք էլ որ ինչ որ բան պետք է անենք։ Եվ հաջորդ բանը, որ ուզում եմ ասել, մի հոգնի բարի գործելուց։ Ուրեմն այսօր շատ մարդիկ շատ լավ սկսում են իրենց հոգեվոր կյանքը, բայց ճանապարհին հոգնում են։ Գիտեք ինչից են հոգնում են աղոթելուց, կամ մեր մեջ։ Հոգնում են ծառայելուց, հոգնում են սպասելուց, հոգնում են ներելուց։
Գաղատացիների 6-րդ գլուխի 9 համար ասում է մի ձանձրացրեք բարի գործ անելուց, որովհետև ժամանակին կհնձեք, եթե չընդունանաք։ Եթե այսօր Աստված լուր է, ասում է մի ձանձրացի դու շարունակելու նրա գործը անել։ Ինչ որ քեզ պատվիրված է, ինչ որ դու կարդացել ես, ինչ որ ունես քո մեջ, Աստծո խոսքը ինչ որ ասել է քեզ համար, Գաղատացիների մեջ ասում է մի ձանձրացի բարի բան անելու համար։ Պարտադիր չի, որ մենք հայտնություն ստանանք, որ ինչ-որ բարի բան անենք, չէ՞։ Պարտադիր չի ամեն առավոտ հայտնություն ստանանք, որ մենք պիտի բարի գործ անենք։ Սա մեր էությունը պիտի լինի, սա մեր տեսակը պիտի լինի։ Անկախ նրանից Աստված մեր անհատականության հետ խոսում է թե ոչ, մեր գործը, բարի գործը պիտի մենք շարունակենք եւ չդադարեցնենք դա անելուց։ Ամեն, որովհետեւ բարի գործ անելուց է, որ դու կարողանում ես քո կապը Աստծո հետ ավելի մտերիմ եւ ջերմ տեսնել։ Մի նայիր քո խնդիրներին, հաջորդ բանը։ Ուրեմն Եբրայեցիների 12-րդ գլուխ 2-րդ համարն ասում է. մեր աչքերը հառեք Հիսուսին, հավատքի սկզբնավորողին եւ կատարելագործողին։ Այս համարին սովորեցնում են, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել միայն Քրիստոսի վրա, ոչ թե միայն դժվարությունների վրա։ Եթե մենք կենտրոնանանք մեր խնդիրների, մեր դժվարությունների վրա, մենք չենք տեսնի այլևս Քրիստոսին, ամեն։ Եթե Տերը կրկնում եմ լուր այսօր քո կյանքում, եթե դու ինչ որ հարցի ես սպասում եւ դու չունես դրա պատասխանը, եթե դա քեզ թվում է, որ ինչ որ բան քո կյանքի մեջ երկարել է, ուրեմն նայի Քրիստոսին, ինչպես որ գրված էր, մեր աչքերը հառենք Հիսուսին, հավատքի սկզբնավորողին եւ կատարելագործողին, որովհետեւ իրականում նրան նայելով է, որ մենք դժվարությունները կարող ենք անտեսել եւ առաջ գնանք։ Ֆիլիպեցիների 4 գլուխ 6-7 համարն ասում է ոչ մի բանի համար մի մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով եւ աղաչանքով գոհությամբ ձեր խնդրվածները հայտնի դարձրեք Աստծուն եւ Աստծո խաղաղությունը պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Ամեն։ Խնդիրների վրա անդադ կենտրոնանալու փոխարեն Աստված ինչ անում, մեզ կանչում է աղոթքի եւ վստահության մեջ։ Այսինքն եթե այսօր ունես քո կյանքի մեջ ինչ որ դաթա հոգևոր իրավիճակի մեջ, մի կենտրոնացի դրա վրա։ Եթե կա քո կյանքում դժվարություն, հարց, որը չի լուծվել, մի կենտրոնացի դրա վրա։ Այս համարին չամ կոչ անում ես, կանչում է աղոթքի, ասում է եկեք աղոթեք, իսկ աղոթելու ժամանակ ինչ ենք անում, մեր մեջ առաջանում է վստահություն Քրիստոսին։ Մենք ավելի ենք մտերմանում Քրիստոսի հետ եւ հասկանում ենք, որ Աստված ոչ թե չի պատասխանում, այլ սպասում է հենց իր ժամանակին։ Ամեն։ Սաղմոսներ 121:1-2 ես շատ եմ սիրում ու շատ եմ ես մասին, ես համարը կարդում ասում աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնում, որտեղից պիտի գա իմ օգնությունը եւ իմ օգնությունը Տիրոջից է, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, ամեն։ Սա էլ ինչ է մեր սպասումը պիտի լինի միայն Քրիստոսից։ Այսինքն քո դժվարության ժամանակ տեսեք կարող ենք նայել այս կետերը, որ չենք կենտրոնանում խնդիրների վրա, կենտրոնանում ենք Քրիստոսի վրա, ամեն։ Չենք կենտրոնանում մարդկանց վրա, որ այդ մարդիկ գուցե ինչ-որ հարցով մեղավոր էին, որ մենք հայտնվել ենք այս խնդիրների վրա։ Մենք ինչ ենք անում, մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, ամեն։ Ասում աչքերս դեպի լեռներն են բարձրացնում, երկինք երկիր արարող Աստծուն եմ նայում եւ հավատում եմ, որ նա պիտի գա եւ ինչ պիտի անի, ինձ պիտի հանի այս իրավիճակից, այսինքն օգնության աղբյուրը մեր խնդիրները չեն, այլ Աստված, ամեն։ Հալելույա նրան։ Հաջորդ բանը ուզում եմ ասեմ, որ Աստված նոր ուժ է տալիս հոգնածներին։ Եսայի 40-րդ գլուխ 20-31 համար ասում է նա ուժ է տալիս հոգնածին եւ զորացնում է տկարներին։ Տեսեք, այս համարները կարդալով ուզում եմ ձեզ ցույց տամ, որ ամեն ինչ կարող ենք վերցնել հենց Քրիստոսից, ամեն, հենց ամեն ինչ կարող ենք վերցնել Աստծուց, մեկս մյուսից ոչինչ չունենք վերցնելու, մենք նայելու ենք Քրիստոսին եւ նա է, որ պիտի փոխանցի մեր կյանքի մեջ ամեն տեսակի խաղաղություն։ Եթե ունես հոգնածություն, եթե ունես դժվարություն, եթե քո համար եկել է միապաղաղություն քո կյանքի մեջ, ուրեմն ինչ ես անում, ասում է նա ուժ է տալիս քեզ, կարող ես կողքինդ ասել, նա ուժ է տալիս քեզ, զորացնում է քեզ։
Աստված ասում է, որ հավատացյալը երբեք այնպես չի, որ նա պիտի չհոգնի, այլ խոստանում է, որ նա նրան ուժ է տալու, որ իրեն է ապավինում, ամեն, որ իրեն ապավինի ամեն ժամանակ, այսինքն այսօր դու ոչ թե կհոգնես, ոչ թե չես հոգնի կամ չես հիասթափվի, այլ Աստված քեզ ամեն ժամանակ ուժ կտա, որ դու կարողանաս նորոգվես եւ կարողանաս ավելի առաջ գնալ։ Ուրեմն ինչ եմ առաջարկում, որ այսօր որոշումը կայացնես։ Մի սպասիր, մինչև ամեն ինչ կատարյալ լինի։ Մի սպասիր, որովհետև կատարյալ չի լինելու։ Վաղը չի լինելու կատարյալ, կատարյալը այսօր է, ամեն։ Կատարյալը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է, ամեն։ Ոչ թե որ մենք կատարյալ ենք, լավն ենք, դրա համար Հիսուսը եկավ, խաչվեց, որ մեզ հետ շփվի, ոչ։ Նա է կատարյալը, ամեն, եւ նրա կատարելությունը չի թողում, որ մենք մեր խնդիրները եւ մեր դժվարությունները երևան մեր կյանքի մեջ։ Ուրեմն այսօր որոշում կայացրու, ինքը քեզ ասա, շարունակել աղոթել, շարունակել վստահել Աստծուն ավելիով, շարունակել ծառայել նրան, շարունակել սիրել նրան եւ շարունակել հավատալ նրան, ամեն։ Աստված հաճախ փոխում է ոչ թե իրավիճակը անմիջապես մեր կյանքից, այլ մարդու իրավիճակների մեջ եւ այդ փոփոխության միջոցով բացում է մեր կյանքում նոր ճանապարհներ, ամեն։ Միգուցե այն ինչի միջով որ դու անցնում ես այդ իրավիճակը, քո կյանքը փոխելու համար է։ Մենք միշտ աղոթում ենք, որ այսինչ բանը հեռացրու մեզանից։ Դա կարող լինի մարդու տեսքով։ Հեռացրու ինձանից չէ, խոչընդոտ, որ կարդում ենք այս համարը, առջևից խորթուբորդ հարթ կլուծեմ, մեկերը տեսնում են քարոփոս, մեկերը տեսնում են անձիկ, չէ, մեկերը, այսինքն, բայց ինքը հենց այնպես չի հայտնված այս խնդիրը քո կյանքի մեջ, որովհետև հենց այդ իրավիճակի մեջ Աստված քեզ փոխելու է, ամեն։ Եվ այդ փոփոխության միջոցով բացվելու է քեզ համար նոր ճանապարհներ։ Ուրեմն սատանայի ամենամեծ ցանկությունը այն չէ, որ քեզ անմիջապես վայր գցի կամ քո հոգևոր վիճակից գցի ու ինքը ուրախանա։ Իր ուրախությունը եւ իր սպասելիքն է, որ դու հանձնվես։ Երբ որ դու հանձնվես, արդեն ինքը կգործի քո կյանքի մեջ։ Դրա համար դու պիտի համարձակ ասես, որ ես չեմ հանձնվի։ Այսինքն քո վայր ընկնելը քո հոգևոր ընթացքի մեջ քայլելուց վայր ընկնելը, խնդիրներ ունենալը, սա սատանային չի ուրախացնում ամեն, որովհետև նա գիտի, քո վայր ընկնելուց հետո դու անմիջապես ձեռքդ երկարացնում ես եւ գնում ես դեպի Քրիստոսը, որ ինչ անես ավելի բարձրանաս, բայց երբ որ դու հանձնվում ես, այստեղ էլ ոչ մեկ չի կարող քեզ օգնել, անգամ Աստված, ամեն, ամեն, կարող ես ասել, որ ես չեմ հանձնվի եւ չեմ դնի, որովհետեւ Աստված իմ կյանքի մեջ դեռ գործ ունի անելու, սա վերջը չի, կարող ես ասել, սա վերջը չի, սա այն սկիզբն է, որ Աստված նորից սկսում է ինձ հետ, ինձ տանում է մի ճանապարհով, որտեղ ես պիտի օրհնեմ եւ լինեմ օրհնված, ամեն, որտեղ ես պիտի բարձրացնի եւ ինքը պիտի փառավորվի սրանով, եւ ես չեմ հանձնվում, որովհետեւ ունեմ Քրիստոսին իմ կյանքի մեջ եւ նրա Սուրբ Հոգին, զորության Հոգին բնակվում է իմ մեջ եւ նա բարձրացնում է ինձ ամեն ժամանակ, զորացնում է եւ ցույց է տալիս ճանապարհ, որով պիտի քայլեմ հաղթությամբ Հիսուս Քրիստոսի հետ, ամեն։ Վստահ եմ Փիլիպեցիների առաջի գլուխ 6 համար, վստահ եմ, որ նա ով ձեր մեջ սկսեց բարի գործը, նա էլ կհասցնի ավարտին, ամեն, որովհետև նա ով սկսել է ինքն է հասցնելու, ինձանից եւ քեզանից մնում է հանձնվել Աստծուն, ոչ թե հանձնվել աշխարհին կամ իրավիճակներին, այսօր աղոթքը արեցինք իհարկե դեռ շարունակենք այդ աղոթքը, մենք պիտի ինչ անենք, հանձնենք ամեն բան Քրիստոսին, մեր կյանքում ամեն բան, ես գիտեմ դուք ասես ամեն անգամ մենք հանձնվում ենք Քրիստոսին, բայց կան իրավիճակներ, որ միևնույն է, մենք չենք դնում Քրիստոսի առջև, որովհետև կարծում ենք մենք կարողանում ենք վերահսկել այդ իրավիճակը, մենք կարողանում ենք այդ հարցը լուծել, դրա համար դու մենք չենք կարողանում ամբողջությամբ Տիրոջ հետ քայլել։ Եվ ուրեմն Աստծո հետ
այս հրաշալի ծրագիրը, որ Աստված մեզ հետ գործ ունի անելու եւ ինքը պատրաստվում է շարունակելու մեր կյանք ավելի ծաղկացնելու համար, մենք էլ գործ ունենք անելու։ Ամեն։ Մենք ինչ պետք է անենք, մենք պետք է անենք լավագույնը Քրիստոսի համար։ Ամեն։ Եթե դու չանես լավագույնը նրա համար, դու միայն սպասելու ես, թե նա ինչ է անելու, ես քեզ ասեմ, քո սպասողական վիճակը դեռ շարունակվելու է։ Աստված մեզանից երբեք չի պահանջելու անել այն, ինչ չեն կարող, բայց նա սպասում է, որ այն, ինչ կարող ես անել, ամբողջ սրտով անես։ Ամեն։ Ոչ մի բան պակաս չթողես։ Մեր կյանքը պետք է բնութագրի ոչ թե անփութությամբ, այլ հավատարմությամբ եւ լավագույնը տալու ցանկությամբ։ Քրիստոսը այն Աստվածն է, ում պետքա լավագույն ձևով արվի ամեն ինչը, ամենալավագույնը։ Տեսեք, մենք ունենք սպասելիք, մենք չենք ուզում հանձնվենք, նա մեզ հետ ընթացք ունի, ես եւ դու ունենք ծրագիր Քրիստոսի հետ, որ նա պետք է առաջ տանի, բայց եթե մենք նստում ենք եւ սպասում ենք, հնարավոր է երկարացնում ենք այն լուր ընթացքը, որ Քրիստոսը ուղղակի լուր է եւ սպասում է իմ եւ քո անելուն։ Ուրեմն Կողոսացիների 3:22-ը ասում է. «Եվ ինչ որ անում եք սրտանց արեք, ինչպես Տիրոջ համար եւ ոչ թե մարդկանց համար»։ Երբեմն լսում ենք տրտունջներ, որ մարդիկ անելիս կարծես բողոքում են, կարծելով, թե իրենք այդ ամենը անում են մարդկանց համար, բայց դա այդպես չի ամեն։ Եթե այդպես է, ուրեմն եկեք այսօր փոխենք մեր դիրքորոշումը։ Եթե մենք անում ենք, որովհետեւ մարդ ենք գոհացնում, նշանակում է նորից շարունակում է այն փուլը, որ Աստված լռում է մեր կյանքի որևիցե հարցը լուծելու համար։ Ճիշտ է, մեզ հետ է նա, մեզ օգնում է, մեզ առաջնորդում է, բայց լուռ է, որովհետև սպասում է, որ ինչ որ անում ես, անես ոչ թե մարդկանց համար, այլ անես իր համար, ոնց որ գրված է Կողոսացիների մեջ, ասում է սրտանց արեք, ինչպես Տիրոջ համար, այլ ոչ թե մարդկանց համար։ Ուրեմն Աստված արժանի է լավագույնին, ամեն։ Առակաց 3-ին է, պատվիր Տիրոջը քո ունեցվածքով եւ քո բոլոր բերքերի առաջին պտուղներով։ Աստված Իսրայելից ինչ էր անում, պահանջում էր զոհաբերել ոչ թե հիվանդ կամ արատավոր կենդանիներին, այլ ամենալավագույնին, ամեն։ Մենք մեր սիրած մարդկանց համար, որ մենք հյուրեր ենք ընդունում, մենք ինչ ձև ենք այդ մարդկանց պատվում, ամեն, ինչքան որ մենք դա պիտի անենք Աստծո առաջին։ Գիտեք ինչ եմ ես այս մասին օրինակ բերում, որովհետև մեզ թվում է Աստված մեզ չի տեսնում, ուշադրությունը չի դարձնում, թե մենք ինչպես ենք պատվում, մենք արդյոք նրան լավագույնով ենք պատվում, ամեն։ Մենք մեր սիրած մարդկանց համար ամենալավագույնն ենք անում, բայց Աստծո համար այդպես չի, ամեն։ Եկեք մեր սրտի այն անկյունում մենք հասկանում ենք, որ որովհետև Աստված չի խոսելու, որովհետև Աստված չի ասելու, մարդիկ չեն լսելու, որ ես այդ բանը չեմ արել, ոչ մեկ ինձ չի ասելու, Աստված ինձ բոլորի ներկայությամբ չի ասելու, այս բանը ինչի լավ ձևով չարեցի, չէ, սրանից մենք օգտվում ենք եւ միշտ Աստծո հետ վարվում ենք այնպես, կարծես սենց սիրում ենք Աստծուն, բայց այդ գործողության մեջ, այդ տալու մեջ, Աստծուն ամբողջությամբ հանձնվելու մեջ մենք կարծես մի փոքր թերանում ենք։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք, ես այս կետերն եմ արել, որ ուրեմն լավագույն ժամանակը աղոթքի համար տուր Աստծուն, որն է լավագույն ժամանակը, այն ժամանակը, որ զանգել է քո սիրած անձնավորությունը եւ ասում է, որ հյուր պիտի գա, կոֆե պիտի խմենք եւ բամբասենք, այդ ամենալավագույն ժամանակն է քո սրտի, չէ՞։ Որովհետև եթե դու սիրով սպասում ես ինչ-որ անձի կամ անհատի, որ դու դա պիտի հանդիպում ունենաս կամ քո չգիտեմ, դա ամենալավագույն ժամանակն է, ճիշտ է քեզ հետ։ Ինչի համար ես բոլոր հյուրերին ճանապարհում, արդեն որ գնացել ես, արդեն շատ հոգնել ես, պիտի քնես, Աստվածաշունչը վերցնում ես ու քնում ես։ Հենց այդ ժամանակ ես աղոթում, ինչի համար։ Դա լավագույնը չի, ամեն, դա լավագույնը չի, բայց երբ որ մենք պահանջում ենք Աստծուց, մենք պահանջում ենք, որ ինքը ամենալավագույնը անի։ Մենք ասում ենք, Տեր, ինչի ես լռում։ Տերը լռում է, որովհետև երբ որ տեսնում է, որ դու քո կյանքում ունես լավագույն պահեր եւ դա իրան չի վերաբերվում, սպասում է, տեսնի դու երբ ես քո լավագույն ժամանակը իրեն տալու։ Երբևիցե
պատահել է քեզ հետ, որ այն ամենալավագույնը, որ դու սրտանց պիտի այդ գործողություն անես եւ Աստծո համար էլ զուգահեռ հարցը առաջանում, որ Աստծո համար գործը դու երբ ես թողել քո սրտի լավագույնը եւ արել Աստծո համար։ Եթե մենք ուզենք հիշենք, մենք չենք կարողանա հիշենք, ամեն։ Չենք կարողանա հիշենք։ Ես չեմ ուզում բոլորիս ասեմ, որովհետեւ կարա որ այո մենք շատերս հանձնված են Քրիստոսին եւ Քրիստոսից բացի ոչ մի բան չենք տեսնում եւ լավագույն ժամով եւ այլն, բայց ես կարծում եմ, որ Աստված էս կետերը, որ հիշեցնում էր ինձ էլ վերաբերում սա, ես ուզեցի, որ ասեմ, որ լավագույնը չենք տալիս Քրիստոսին։ Մենք պահանջում ենք, որ ինքը մեր հարցերը լուծի, մեզ համար, մենք առավոտյան արթնանում ենք, օրհնում ենք հենց Սուրբ Հոգու ներկայությունը, սկսում ենք ճաշակել, արագ սկսում ենք ուզելու ցանկերը առաջ քաշել։ Վայ Տեր ջան, քանից տեղ ես սպասի ես կետերը։ Բայց գիտեք, որ դա ճիշտ չի, դա ճիշտ չի։ Երբ որ դու փառաբանում ես ու Տերը ներկա է, դա ամենալավագույն ժամանակն է, որ իրան պատմես իր մասին, որ գովվես իրան ամբողջ սրտով, ամեն։ Ես ուղղակի այս կետի մեջ, որ լավագույն ժամանակը աղոթքի համար ես ինձ թերացած տեսա։ Աղոթում եմ այո, բայց ես միամիտ հասկացա, որ լավագույն ժամանակի մեջ չեմ ես իրան տալիս։ Հարմար ժամի մեջ եմ աղոթում, ամեն։ Երբ որ հայտարարում է եկեղեցին աղոթքաժողով, նորմալ է, ես բան չեմ ասում, բայց ես մտածում եի ու հիշում եի, բոլորը մոտենում են իրենց հարմար ժամն են, ասում են, այս ժամը ինձ հարմար է։ Բա քո լավագույն ժամը չես ուզում տաս Աստծուն։ Այս ժամը, որ քեզ հարմար չի, փորձի դու այդ ժամի վրա մի հատ կոնտրոլ արա ու ասա ես հենց այդ ժամը, որ սիրում եմ, միացնել մելոդրաման նայել, չգիտեմ, տելևիզորով, հենց այս ժամը պիտի չմիացնեմ ու պիտի քեզ կողեմ, ամեն։ Կամ են մյուսները ինչ-որ ուրիշ հետաքրքիր բաներ են անում։ Ուրեմն լավագույն ուժերը ծառայության համար։ Ծառայության համար մենք լավագույնը չենք դնում, համաձայն եք ինձ հետ։ Ծառայության համար մենք լավագույն ուժերը չենք ներդնում, մենք ներդնում ենք այն ռեսուրսը, ինչ որ մենք ունենք, այն ստանդարտը։ Դե պիտի գամ, դե կիրակի, դե հինգշաբթի, երեքշաբթի, հարմար կդնի կգամ, չէ, Սարգսյապայը չի ջղայնանա, չի նեղանա։ Բայց գիտեք, որ մենք չենք դնում լավագույն ուժերը այդ ծառայությանը մասնակցելու համար։ Իհարկե, սիրելիներս, սա հանդիմանության կողմից մի նայեք, սա ուղղակի եկեք շտկելու կողմից մեզ նայենք, որքան հնարավոր է ուշադրություն դարձնենք, թե մենք Աստծո համար ինչ լավագույն քայլեր ենք անում, որովհետև այդ լավագույն մոտեցումները թույլ է տալու, որ Աստծո հոգին այդ լռությունը դադարի եւ ինքը խոսա մեր անհատականության հետ, մեր անհատական ծրագրերի մասին, ինքը ունի մեզ այդ ծրագիր, սկզբից էլ ասեցին, որ Աստված ծրագիր ունի քեզ համար եւ դա պիտի իրականացնի, այդ ծրագիրը կիրականացնի Տերը, բայց դու էլ քո լավագույնով պիտի մոտենաս նրան, ամեն, որ դա լինի փոխադարձ, ծառայության մեջ էլ մենք պիտի լինենք, հանձն ենք առել, ծառայում ենք, հինգշաբթի օր գեղեցիկ խոսեց Հովի Սարգիսը ծառայության հետ կապված, սպասավորության հետ կապված հանձն ենք արել, ուրեմն պիտի առաջ գնանք, նշանակում է ծառայության համար լավագույն ուժերը պիտի ներդնենք, ամեն, եւ մյուս բանը լավագույն վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ։ Այստեղ եմ թերի տեսնում մեզ ինձ, այսինքն ինչ ենք անում, ում հանդեպ ուզում ենք վերաբերմունքը լավ է, ում հանդեպ չենք ուզում վերաբերմունքը լավ չի։ Սա է, չէ, լավագույնների մասն է կազմում։ Եկեք Քրիստոսի աչքերով նայենք բոլորին։ Եկեք բոլորին տեսնենք այնպես, ինչպես Աստված է նայում։ Եկեք մեկս մյուսի փոխարեն չորոշենք, ով է լավ, ով է վատ։ Ես չեմ խոսում այն մասին, որ ամեն մեկը ունի իր այն սրտին հարազատ ավելի մտերիմ, չգիտեմ ինչ որ ընկերական չէ, բայց եկեք մենք մարդու լավագույն ձևով վերաբերվենք այն անհատականությանը, որ հենց նույն ինքը Աստված է ստեղծել, ամեն, որովհետև Աստված իր հետ էլ ծրագիր ունի եւ միգուցե դու այն խոչընդոտն ես, որ այդ անձի կյանքում իրականանա Աստծո այն ծրագիրը, որ ինքը նախասահմանել է իրականացնելու, ամեն, համաձայն եք, որ փոխում ենք մարդկանց նկատմամբ մեր վերաբերմունքը,
լավագույն ուժերը ներդրում ենք ծառայության համար եւ լավագույն ժամանակը աղոթելու համար։ Ամեն։ Եթե մենք հավատարմություն ենք ցուցաբերում փոքր բաներում, Աստված էլ մեզ մեծ հարցերով օրհնում է, ամեն մեծ օրհնություն, հալելույա, հավատարմությունը դա շատ կարևոր բան է, հենց Ղուկաս 16:10 ասում է, ով փոքր բանում հավատարիմ է, շատի մեջ էլ հավատարիմ կլինի, ուրեմն եկեք զարգացնենք այս ամենը, եկեք սկսենք փոքր բանից, ես հավատում եմ, որ Աստված ինքը անձամբ քեզ հետ կխոսի իր ծրագրի մասին քո կյանքի համար, եթե դու այսօր զգում ես Աստծո լռությունը քո անձնական, քո անհատական կյանքի, քո ծառայության եւ այլ ոլորտների մասին, նշանակում է դու քո կյանքի լավագույնը չես դրել Աստծո համար։ Ես այդպես եմ կարծում։ Աստված նախ նայում է մեր հավատարմությունը, հետո մեծ պատասխանատվություններ է տալիս։ Ամեն, հալելույա նրան։ Օրհնյալ է մեր Աստված։ Աստված ինչ անում օրհնում է մարդու ջանասիրությունը։ Առակաց 22:29 ասում է. տեսել ես իր գործերի մեջ հմուտ մարդու, նա թագավորների առաջ պիտի կանգնի։ Եթե ես եւ դու այսօր ջանասիրաբար չկանգնենք Աստծո գործը անելու եւ շարունակելու համար, մենք երբեք չենք կանգնի թագավորների առաջ։ Ամեն, ուզում ես կանգնել թագավորի առաջ, ուրեմն ջանասիրաբար արա, առանց ետ նայելու արա։ Քեզ ուղղված հանձնարարությունը ուրիշի վրա մի գցի, այլ ուղղակի նայի Աստծուն եւ նա ինչ կանի քեզ կիրականացնի իր ծրագիրը քո կյանքի համար եւ իրականում Աստված վերջապես տվեց իր լավագույնը։ Ամեն։ Հովհաննես 3:16 ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Սիրելիներս, նա տվեց իր լավագույնը։ Մենք ինչի չենք տալիս մեր լավագույնը։ Մենք ասել ենք այո, ամեն, մենք հանձն ենք արել ծառայել, ինչի մենք չենք տալիս մեր լավագույնը։ Եկեք որոշումներս փոխենք եւ ինչքան որ միջև հիմա ծառայել ենք եւ դրել ենք Աստծո փառքի համար, այսուհետ ավելիով անենք, քան նախասահմանված է եղել։ Ամեն, որովհետեւ Հիսուս Քրիստոսը մինչև վերջ կատարեց հոր կամքը նույնիսկ խաչի վրա։ Եթե նա տվեց Աստված իր լավագույնը մեզ համար, մենք եւս պարտավոր ենք եւ պետք է տանք մեր լավագույնը նրա համար։ Ալելույա։ Օրհնյալ է մեր Աստված։ Եկեք այս համարները կարդամ եւ միասին աղոթենք։ Կողոսացիների առաջի գլուխ 15 համարից նա աներևույթ Աստծո պատկերն է ծնված բոլոր արարածներից առաջ, որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ երկնքում է եւ երկրի վրա, ինչ երևում է եւ ինչ չի երևում, թե գահեր, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով է եւ նրա համար է ստեղծված։ Նա է ամեն ինչից առաջ եւ ամեն ինչ նրանով է ամբողջական։ Նա է գլուխը մարմնի եկեղեցու, նա է սկիզբը, անդրանիկը, մեռելներից, որպիսի ամեն ինչում ինքը լինի առաջնային։ Ամեն, որովհետև Աստծուն հաճելի եղավ, որ Աստվածության ամբողջությունը նրա մեջ բնակվի։ Ես եւ դու ամբողջություն ենք եւ պիտի Քրիստոսի հետ բնակվենք այնտեղ, որտեղ Աստծո մեջ, ամեն, օրհնյալ է մեր Աստված, Տիրոջ ծրագիրը քո կյանքի համար, իրականացնելու համար, դու ինչ պետք է անես, չհանձնվես անօրենի խարդավանքներին, չհանձնվես աշխարհին, այլ հանձնվես Քրիստոսին։ Եվ նրա ծրագիրը քո կյանքի մեջ իրականացնելու համար դու պետք է նրա համար անես ամենալավագույնը։ Նա լավագույնը տվեց, ես եւ դու էլ պարտավոր ենք այլ լավագույնը փոխադարձ տալու նրան։ Ամեն։ Եթե ուզում ենք Աստված խոսի մեր կյանքի մեջ իր անհատական, անձնական ծառայությունների հետ կապված, նշանակում է ես եւ դու պիտի այսօր տանք մեր լավագույնը եւ մեր աղոթքի եւ խոսքերի մեջ համաձայնություն տանք Աստծուն, նորից գանք նրա առջև, նորից հանձնվենք նրան եւ ասենք, որ Տեր, ես պատրաստ եմ ամբողջությամբ կատարելու այն, ինչի համար որ դու ուղարկել ես ինձ։ Ամեն, ալելույա։